Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ոչ չի կարելի, դա մեր ազգի ցավն է, իմ կարծիքով, որ բոլորս պետք է հասկանանք, որ մեր Քրիստոսի հետևորդներն ենք, ոչ թե այս կամ այն քահանայի կամ երևույթը ինքը իրեն շատ տհաճ է ինձ համար, շատ մեծ ցավ է իմ հոգու համար, կարծում եմ, որ մենք պետք է վերջի հասկանանք, որ մենք Քրիստոսի հետևորդներն ենք եւ միայն սերը, որը շատ պակասում է այսօր մեր ազգի մեջ, միայն սերը կարող է հաղթել ամեն ինչ։ Եվ այս իշխանություն եկեղեցի բախումների ժամանակահատվածում ինչ պիտի անի սովորական քաղաքացին։ Սովորական քաղաքացին պետք է աղոթի, միայն աղոթք բարձրացնի առ Աստված, որպեսզի Աստված լուսավորի մեր ազգի բոլոր մարդկանց հոգիները։ Մենք չպետք է բռնենք այս կամ այն կողմը, իմ կարծիքը դա է։ Մենք պետք է հասկանանք, որ մենք Աստծո արարածներ ենք բոլորս, այո։ Եվ կապ չունի, այսօր կարող է ինչ-որ մի մարդ, որը իշխանության գլխում է սայթակի կամ հոգևորական սայթակի, մենք չպիտի դրա մեջ տեսնենք ինչ-որ աշխարհի վերջն է, ոչ, այդպես չի, այդ մարդը կարող է ապաշխարի, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սայթակելու եւ ապաշխարելու։ Մենք այսօր ազգովի պետք է մտածենք միայն ապաշխարության մասին։ Եվ իմ կարծիքով սերը, որը մեր մեջ այսօր ցավոք սրտի պակասել է, մենք պետք է ավելացնենք, որովհետև սերը ինքը բժշկող է, սերն է հաղթում ամեն ինչ։ Եթե մենք չսիրենք միմյանց, չներենք միմյանց, մենք կկործանվենք ազգովի, բայց մենք պետք է այդ ճանապարհով գնանք։ Եվ թող Աստված օրհնի բոլորին, բոլորի սրտերը լուսավորի, միտքը, սիրտը, հոգին, որպեսզի այդ աստվածային սիրով լցվի եւ բոլոր հարցերը գիտեք ինչ Աստված կառաջնորդի եւ լավ առաջնորդներ մեզ կտա արժանավոր, բայց մենք անձնապես ամեն մեկս պետք է արժանանանք դրան, ամեն մեկս։ Արդյոք իշխանությունների այս քայլերը հարված են եկեղեցու վարկանիշին։ Անշուշտ։ Մենք եկեղեցին պետք է որպես հոգևոր կառույց ընկալենք, ոչ թե որպես քաղաքական ինչ-որ կառույց, չէ՞։ Մենք պետք է հասկանանք դա, որ Քրիստոսի հիմնած եկեղեցին է, եւ մենք իրավունք չունենք եկեղեցուն դեմ լինել։ Անկախ նրանից ինչ է կատարվում, մենք չպիտի դատենք ընդհանրապես ոչ մեկին, նամանավանդ Քրիստոսի հիմնած եկեղեցին, որը դարեր շարունակ գոյատևել է, չի սայթակել։ Եվ մենք հասկանում ենք, որ միգուցե այո, կաթոլիկ եկեղեցին է շատ ուզում, որ գրավի մեր եկեղեցին, մենք այդ ուղղությամբ պետք է մտածենք եւ ամեն ինչ անենք, որպեսզի դա տեղի չունենա։ Բոլորին Աստծո օրհնությունները, ձեզ նույնպես։